Սպիտակ կալաներ։ Կինն հաճախ էր ասում, երբ ես չեմ լինի, ու երբ այցի գաս իմ գերեզմանին չգաս ձեռնունայն, ինձ միշտ կբերես կալաներ սպիտակ կալաներ։ Սակայն ով գիտի երկրային կյանքի տարիները մարդու ինչքան կլինեն, միայն Աստված, Աստծուն են հայտնի սկիզբն ու վերջը, իսկ այսօր կինն է գլխահակ նստել ու հիշում է օրերը անցած, ու թե ինչպես էր ամուսնուն ասում, որ գերեզմանին միշտ այցի գնա սպիտակ կալայով, հիշում է, քթի տակ ժպտում, թախծոտ աչքերն է թրջում, ու զղջում խոսքերի համար։ Մենակ է այսօր կինը մնացել, գնաց իր կյանքի միակ ընկերը, կյանքում չեն գնահատում մեր ունեցածը, գերադասում ենք մենք զավակներին և մոռանում ենք մեր իսկ կողակցին, թաղում ենք նրան թերևս կենդանի։ Զավակներն ամենքը իրենցը գտնում հեռու են մեզանից թռչում։ Հետո, երբ իրապես կորցնում ենք, նոր ենք սթափվում, զարթնում խոր քնից։ Հոգեհանգստից հետո նոր միայն վերլուծում ենք ամեն անցածը, բայց թե այն ինչ անցել է անցյալ է արդեն, գիշերից հետո միշտ է լուսաբաց, իսկ մահից հետո եկա կյանք ու ծնունդ, կարգն է աշխարհի, ուստի սիրելի կանայք, մեր թանկ եղբայրներ, եկեք այսօրը նորովի ապրենք, մաքրվենք կեղտից Հիսուսի արյամբ ու վերագտնենք սերն աստվածային, ու թե անգամ էլ լքի մեր շունչը, մեր մարմինները, Տիրոջ խոսքի համաձայն մենք կապրենք կյանքով հավիտենական, էլ չենք մտածի, թե մահից հետո ով մեր շիրիմին այցի կգա ու ծաղիկ կդնի, քանզի Տիրոջ Եդեմի ողջ ծաղիկները մեր ոտքերի տակ են, դարձեք Հիսուսին ու թե մեռնեք էլ կապրեք հավիտյան, հավիտյան է մեր հոգու կյանքը Տիրոջ օրրանում։